Ողջույն գյուղասերներ, հուսամ լավ եք։ Նոր տարուց հետո համարյա հավանոցը չեմ մաքրել ու ահագին կեղտոտացել է։ Իսկ որպեսզի ձմռանը հավերը լավացեն ու իրենց լավ զգան թշնանոցում, ածելու ու լավ աճի շատ կարևոր պայման է, որ սանիտարահիգիենիկ պայմանները լավ ապահովենք։ Դրա համար ծղոտը այսպես կմաքրենք ու ավելի մաքուր ծղոտ կլցնենք։ Հիմա ձեզ հնդկահավի ճտերից մեկին ցույց տամ, որի մոտ վարակիչ հիվանդություն, սինուսիտ կոչվող հիվանդությունն է, ժողովուրդ ջան, որը թռչունների մոտ, հատկապես հնդկահավերի մոտ, այսպես արտահայտվում, գլուխներն ուռում է ու իրանք այդպես հյուծվելով սատկում են։ Հիմա ինչ պետք է անել, սա կամ պետք է անտիբիոտիկներ տալ, որ ես չեմ պատրաստում տալ, իմաստ չունի, եւ մյուս տարբերակն էլ իրան մորթելն է։ Ինձ թվում է մենք կընտրենք երկրորդ տարբերակը, ցավալի է, բայց ես գլխի վրա նաև վերք եմ նկատում ու այսպես կասկածում եմ սինուսիտա, թե ուղղակի մեծ հնդուշկեքն են խփել։ Այդ տեսեք, այս սրա հետևանքն է, ինձ թվում է խփել են եւ ոչ թե սինուսիտ հիվանդությունը։ Ամեն դեպքում այսօր մի հատ անտիսեպտիկով գլուխը կմաքրեմ ու կթողենք, եթե տեսնենք, որ վիճակը կրիտիկական է, ապա ափսոս ինքն էլ կգնա արդեն մսի վրա։ Եթե կապրի, ամեն դեպքում չեմ պատրաստում իրենց նորից անտիբիոտիկներ տալ, որովհետև ամբողջ ընթացքում իրար հետևից հիվանդացել են ու անտիբիոտիկներ շատ ենք տվել, իմաստ չունի արդեն։ Մաս ժողովուրդ ջան, մաքրեցինք հավանոցի հատակը ու նոր ծղոտ եմ բերել մաքուր ու առաջին հերթին ձվերի տեղերն ենք, բներն ենք լցնում, որովհետև նկատեցի, որ ամբողջը քուճուճ են արել ու թափել են։ Ճիշտ է, ձու կա ու նաև հավերն են նստել ածում են, բայց պետքա խանգարենք իրանց, ուրիշ տարբերակ չկա։ Կեղտոտել են ու ձվերը անասելի կեղտոտվում է, երբ բների մեջ ծղոտ չի լինի։ Մի փոքր լցնենք, կարծում եմ երիքա։ Կարող ենք ծվերը տեղափոխել, մինչև բոլորը կացեն, նոր
Երեկոյան կհավաքենք, այստեղ հավ կա նստած, բայց ինչ անեմ, պետքա իրան էլ խանգարել։ Այլ տարբերակ չունենք։ Բաց հատակին էլ ածում են ու ձվերը ճաքում են։ Խոտ եմ տալիս քեզ, փափուկ, որ իրա վրա ածես։ Որոշները այսենց ձեռնացում են, այսինքն շատ հենց չեն վախենում ինձնից, բայց որոշներին էլ մոտ գալ չի ստացվում։ Հիմնականում ճտերն են, որ վախկոտ են, արդեն մեծ հավերը իրենք սովորած են, նույնիսկ կարելի է այսպես իրանց շոյել։ Արդեն սա 2 տարեկան հավ է ու այսպես սովորել է ինքը։ Ու տեսեք, հաջորդն է գալիս հերթի։ Այսօր իրար հետևից այս հենց հավաքվել ու ածում են։ Ինչպես ասել էի, սագերիցս մեկը, ժողովուրդ ջան, դու ածում, ինչպես տեսնում եք, այստեղ նաև հավերն են սկսել ածելը, ընդ որում ճտերից մեկն է այստեղ ածել, ու սա մեր սագի 4-րդ ծունը։ Անկեղծ ասած, իրանք գիշերն են ածում ու չգիտեմ սրանցից որն է ածում, 2 սպիտակ եգ է, 2 սև մոխրագույն եգ ու մի արու, չեմ տեսել որն է ածում, սագերը սովորաբար գիշերն են ածում ու դեռևս չեմ պարզել դրանցից որն է ածում։ Ձվերը իհարկե վերցնելու ենք, բայց ինչ եմ ուզում ձեզ ցույց տամ, ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, սագը ինքն է ընտրում որտեղ ածի ու իրան թուղթ դրած տեղափոխելը նպատակահարմար չի, ինքը երբ նստի թուղթ ու իրան տեղափոխեք, ինքը չի նստի, վեր կկենա, դրա համար դա պետք է անել շատ շուտ, այսինքն մինչև թուղթ նստելը, ոնց ենք իրեն նոր տեղի սովորացնում։ Ինչի հարմար չի սա, որովհետև տեղը ինքը նեղվածք է ու բացի դրանից այստեղ էլ մի փոքր էլ ծղոտ լցնենք, ձվերը կթափվի։ Սովորաբար իմ սագերին այսպես մեքենայի կտրած ակի մեջ եմ նստացնում, բայց որպեսզի մինչև ինքը թուղթ նստել արդեն փոխի իր տեղը, իր բնի մոտ, այսպես, որտեղ այսինքն ուզում ենք, հիմնականում մոտ տեղում դնում ենք այսպես կամ մի հատ ստվարաթղթի կտոր կամ այսպես մի հատ տախտակի կտոր, որպեսզի հողից խոնավությունը թուղթ նստած ժամանակ չանցնի ձվերին, ու դնում ենք այս կտրած մեքենայի ակը ու ավելացնում ենք ծղոտը, ժողովուրդ ջան, բավականին շատ ենք լցնում ու իրան այսպես լավ սխմում ենք, որպեսզի նստի ու վստահ եղեք մի քանի օրից, այսինքն հաջորդ ածելուց արդեն սագը կնկատի, որ այստեղ ավելի հարմար է ու այստեղ կսկսի ածել ու կնստի այստեղ։ Ծղոտը ընտրում ենք հաստ ծղոտը, որպեսզի թուղթ նստած ժամանակ ձվերը չկորչեն ծղոտի արանքում։ Սա էլ վերցնենք, տանենք, պահենք, պահելու ենք նորմալ ջերմաստիճանում, ոչ շատ տաք լինի, ոչ շատ ցուրտ, հիմնականում 5-ից 10 աստիճանում, մինչև արդեն կնկատենք, որ նստում է սագը։ Կացարանը բավականին տաք է այստեղ, տարին էլ բարեհաջող է, հուսանք ճիշտ է այս տարի շուտ նստեցին, բայց հուսանք շուտ սկսեցին ածելը, բայց հուսանք նորմալ ճտահանություն կլինի, մանավանդ որ մեծ ակնկալիքներ ունենք այս տարվա հետ։ Այսպես ժողովուրդ ջան, իսկ դուք եթե դիտել եք մինչև տեսանյութի այս մասը, հավանեք տեսանյութը, եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, որևէ լավ մեկնաբանություն գրեք, մինչև ես շարունակեմ իմ աշխատանքը, դեռ էլի գործեր ունենք։
Ժողովուրդ ջան, մաքրեցինք հավամունը ու թարմը ծղոտ եմ լցրել այսպես, որպեսզի ավելի մաքուր ու հարմար լինի հավերի համար։ Հիմա տեսեք, այստեղ ծղոտը ինքը խոտ եւ ծղոտը խառնա, իր մեջ նաեւ չորացած ծաղիկներ կան, խոտեր ու հասկեր։ Սա ինչով է լավ, որ հավերը սրանից լրացուցիչ վիտամիններ են ստանում, իրանք տեսեք ամբողջ ծղոտը այսպես քուջուջ են անում ու այնտեղից գտնում են այն անհրաժեշտը, որոնք իրենց պետք է։ Չոր խոտը, չորացած ծաղիկներ ու նաև նկատում ենք հասկեր էլ կա, որոնք իրենք ախորժակով այդպես ուտելու են ու մինչև մյուս արդեն մաքրելը այստեղ համարյա թե ծղոտ չի մնում, շատ քիչ է մնում, նրանք ուտում են ու սա նրանց վիտամինների լրացուցիչ պաշարն է։ Տարբերակը իրենց ավելի վիտամիններով սնելու, կերակրելու համար, բայց ինչով է կարևոր հաստ ծղոտ լցնելը, այն որ իրենց լրացուցիչ ջերմություն է հաղորդում։ Տեսեք, եթե հավանոցում, թռչնանոցում օդափոխություն կա, այսինքն թռչնանոցն անընդհատ օդափոխում է, կարելի է նաև ձմռան ընթացքում շատ ուշ փոխել ծղոտը, քանի որ իրենք երբ ծրտում են ծղոտի վրա, ծերտը սկսում է նեղման process ու դրա հետևանքով լրացուցիչ ջերմություն է հաղորդում եւ նրանք կացարանը ինչ որ չափով տաքանում է։ Բայց եթե դուք օդափոխություն չունեք ու կացարանն էլ բավականին տաք է, ապա պետք է անպայման մաքրել, հաճախակի մաքրել, սանիտարահիգիենիկ պայմանները պահել, որպեսզի նրանք չհիվանդանան, ուշ հիվանդանան եւ նաեւ առողջ լինեն ու լավացեն։ Բայց տեսեք, այստեղ մեր անասնագոմից դեպի հավի բուն, թռչնանոց, այսպես պատուհան կա եւ անասնագոմի ջերմությունը գալիս է թռչնանոց եւ հետեւաբար մենք լրացուցիչ ջերմության կարիք չունենք ու հաճախակի ենք մաքրում, չենք թողնում, որ ծիրտը մնա թռչնանոցում։ Իսկ եթե այդ ջերմության աղբյուրը չկա, իսկ թռչնանոցում նկատում եք ցուրտ է, պետքա ուղղակի ոչ հաճախակի մաքրել, ծիրտը թողել թռչնանոցի հատակի եւ այդ ծրտի վրայից անընդհատ ծղոտի շերտեր ավելացնել, որպեսզի նեղման process տեղի ունենա եւ ջերմություն անջատվի։ Սա էլ մեր թռչնանոցի ջերմաստիճանը բարձրացնելու մասին։ Իմ մոտ համարյա իմ թռչնանոցում համարյա 8-ից 10 աստիճան է, որը լրիվ բավական է իրանց առողջ եւ տաք տեղ ունենալու համար։ Ժողովուրդ ջան, ես ձեզ պատմել էի, որ հնդկահավերը հենց ձմռան սկզբին սկսել են ածել ու ես դիտավորյալ իրանց համար ձուածելու համար նախատեսված բուն չէի սարքել, որպեսզի իրանք շուտ չսկսեն նստելը, երբ իրենց համար անհրաժեշտ պայմաններ չի լինում նստելու համար, իրանք գետնին են ածում ու թուղթ չեն նստում։ Հիմա արդեն քանի որ հունվարի կեսերն է համարյա, այսպես հավանոցի մի անկյունում արկղ եմ դրել, ծղոտ լցրեցի ու մեկ էլ ինչ ենք անում, այսպիսի մի հատ ծածկ ենք անում, որպեսզի իրենք սիրում են անկյուններում թաքուն տեղեր ածել, իրենք արդեն գան ու սկսեն այստեղ ածելը, որպեսզի արդեն հունվարի վերջ, փետրվար նստեն ու մարտին մենք ճտեր ունենանք, ինչպես ամեն տարի ենք ունենում։ Ինչպես տեսնում եք, ինքը էլի իր վարքով ցույց է տալիս, որ զուգավորման կարիք ունի, բայց դա չի խանգարի, քանի որ մենք այս ընթացքում արու չունենք, դա չի խանգարի, որ իրենք շարունակեն ածելը ու նստելը։ Այս հնդկահավը ինքը շատ շուտով արդեն թուղթ կնստի եւ հավի ձվեր կդնենք իր տակ։
Ինչպես ենք իմանում, որ հնդկահավը կամ ածում է, կամ պատրաստվում է ածել։ Տեսեք, զուգավորման նշանները սա է, թևերը կախ, ինքը կուչ է գալիս, թվում է թե հիվանդ է, բայց ինքը հիվանդ չի։ Ու տեսեք, թևերը ոնց է կախում։ Ու այդ ընթացքում իրենց գլուխը մի փոքր կապտում է։ Նայեք, ուշադիր։ Ու երբ մոտիկանում եք իրանց, տեսեք, ինքը այս թևերը կախում է ու ձայներ են անում։ Հիմա ինչ եմ ուզում ցույց տամ, ժողովուրդ ջան։ Տեսեք, մեր հսկան Բրահմայի խառնուրդը, որ այսենց իրուն ոտքեր ունի ու խոշոր է, ինքը սկսել է ածելը։ Հիմա ինչա պետք անել։ Պետք է առանձնացնել իր ձվերը, որովհետև շուտով հնդուչկեքը նստելու են ու ես ուզում եմ այս հավի ձվերից դնել։ Տեսեք, ինքը ինչ խոշոր ու սիրուն հավ է, ոտքերը սիրուն, նայեք։ Սա էլ մեր այսօրվա թռչունների վիտամինները, ժողովուրդ ջան։ Ձմռան կեսին կանաչ խոտ տանք, որպեսզի ձվատվությունը բարձրանա։ Մի քիչ էլ մնաց հողամասում, էդ էլ մի ուրիշ անգամ կտանք։